Մասսայական դեպքերի մասին ուժեղ Հայաստանին վերագրվող ինչպես եք վերաբերվում, արդյոք այսպիսի ընտրությունների օբյեկտիվ պատկերի վրա ազդեցություն չի ունենում քաղաքական ուժերից մեկ ընդդիմադիր, ընդ որում խախտում է այստեղ հավասար մրցակցության պայմանն է, օրինակ ձեր քաղաքական տեսեք, եկեք ես խորհուրդ եմ տալիս ցանկացած դեպքում ում ուզում է վերաբերել անմեղության կանխավարկածը հարգեք։ Ես ուրիշ կողմից մի հատ կուզենամ սրան նայել, նախ ուզում եմ հստակ ֆիքսել, որ ընտրակաշառքը մերժելի է իմ համար ու նաև այս վիճակում, երբ որ մենք իսկապես ուզում ենք գալ ինչ-որ բան փոխել, այստեղ հողով ձայն գնելը ինձ համար ուղղակի, չգիտեմ, բոլոր սահմաններից նորմայից դուրս է։ Մենք այն ժամանակներում չենք ապրում, որ նման բանը ինչ-որ ձև փորձենք արդարացնել։ Ես սա միանշանակ սխալ եմ համարում, եթե նման բան կա, բայց ամեն դեպքում մենք նույն ասում եմ, այս գործ սարկոցիները գիտենք ինչպես է ալնում, ու նաև շատ տարօրինակ է, որ այսպես կարծես է բոլորի հեռախոսները ձայնագրվում են, բոլորի հեռախոսները լսում են։ Իսկ իրենք իրենց բաներին լսում են, իսկ իրենք տեսնում են մարզպետարանները ինչեր են անում, ոնց են մարդկանց գործից հեռացնում։ Այսօր մի օրինակ ասեցին, որ էլի մարդու գործից ազատման դիմում գրել են տվել։ Ու բազմաթիվ այս դեպքերը, երբ որ կանչում են մարդկանց հավաքների ադմինիստրատիվ ռեսուրսը օգտվել, բայց սա խախտումներ չի։ Սրա մասին ձեր լրատվամիջոցը խոսում է, թե չէ, ես շատ կուզեմ, որ դուք նայեք նաև այս հարցերը բարձրաձայնեք, որովհետև ահռելի է ուղղակի այս դեպքերը։ Այս վախի մենք որտեղ գնում ենք, վախի գիտեք ինչպիսի մթնոլորտ կա, չէ, չեմ թիրախավորում, ուղղակի ուզում եմ դուք էլ բարձրաձայնեք։ Ուզում եմ, որ նաև սա, հա, շատ լավ։